Մանկական նորալիք և իսպանական Ֆեստալոնիա միջազգային մրցույթներից հետո արցախցի Անի Պետրոսյանը նոր հաղթանակ ունի մեծ բեմում։ Большая սցենա միջազգային մրցույթ փառատոնի հանձնաժողովը Անիի հայտը ընդունել է և հրավիրել Մոսկվա։ Իմ ելույթը հոկտեմբերի 29-ին էր, կիսաեզրափակիչն էր հոկտեմբերի 29-ին, ես անցա եզրափակիչը տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին, և նոյեմբերի 1-ին արդեն պարզ էր, որ անցել եմ գրան ֆինալ, որը տեղի ունենում Կրեմլի դահլիճում։ Տաղանդներ բացահայտող փառատոնում Անիին հաջողվել է հմայել ժյուրիին ոչ միայն վոկալով, այլև իր հոգու ձայնով։ Կիսաեզրափակիչ փուլում երգել եմ երգչուհի Նետայի Թոյ երգը, անցել եմ ֆինալ և ֆինալում երգել եմ Արմենիա երգը և հայտնվել լավագույն եռյակում։ Անին առաջին անգամ Արցախի ձայներ նախագծում է երգել։ Ընդամենը 5 տարեկան էր, երբ ծնողները նրան Արցախի ձայների գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի մոտ տարան։ Անին բեմում է մեծացել, բոլոր բեմերում իր արմատներին, Արցախի մասին է երգել։ Ինձ ներկայացրել են որպես Հայաստանից մասնակից և ֆինալում իմ հիմնական երգից հետո ինձ խնդրել են երգեմ իմ մայրենի լեզվով, ես երգել եմ արցախյան հորովելը։ Тот самый момент, когда секундное ожидание кажется вечностью. Спойте, пожалуйста, полкуплетика, акапелла. Любая песня? Любая. Можно на родном языке. Хорошо. Ինձ թվում է հենց այդ երգն էլ մեծ դեր ուներ իմ անցնելու համար, որովհետև պրոդյուսերը Յուրի Գանչարը հենց այդ երգից հետո ինձ վերջնական գնահատեց և անցկացրեց գալա համերգ։ Անիի հաջողությունը ոչ միայն տաղանդի և աշխատասիրության արդյունք է, այլև այն մարդկանց նվիրումի, որոնք չեն դադարում հավատալ Արցախի ձայնին։ Իմ պրոդյուսերը շատ մեծ դեր ունի իմ կյանքում, նաև ոգեշնչում է և ամենախիստ քննադատն է, իսկ դա ինձ տալիս է ավելի շատ աշխատելու ուժ, որ հասնեմ իմ նպատակներին։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր աջակիցներին, Կարապետյան և Դալասյան ընտանիքներին, նրանք օգնում են մեզ, որ հասնենք մեծ նպատակների։ Միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող արցախցի միակ մասնակից չէր Անին։ Դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոնի սան Արման Հայրյանը ևս լավագույն եռյակում է։ Երկրորդ տեղն է զբաղեցրել։ Երգով զբաղվել եմ 4 տարեկանից, 7 տարեկանից սկսել եմ անել առաջի քայլերս։ Այս վերջերս հանրային ճանաչում ստացա երազանքի բեմ նախագծից, որի միջոցով էլ ինձ Большая սցենան տեսել էր, այդտեղ էի երգել և հրավեր ստացա։ Արմանը մեծ պատասխանատվությամբ է ներկայացրել Արցախն ու հայկականը, երաժշտության միջոցով պատմելով այն, ինչ բառերով ասելն անհնար էր։ Ժյուրիները եզրափակիչին խնդրեցին, որպեսզի իմ լեզվով երգեմ, նաև պոլոֆինալին էլ այդպես խնդրեցին երգել և երգեցի։ Մասնակիցները հարցնում էին, թե ես որտեղից եմ Հայաստանից, ես նրանց պատմում էի, որ Արցախից եմ, Հադրութից եմ, մեր բնության մասին էի պատմում և նրանք հիանում էին։ Դերդան ավեր կելեր թանք սարնի սասում Ես եղնիմ տուն Ես մասնակցում էի նրա համար, որպեսզի ցույց տամ աշխարհին տեղահանված արցախցու ձայնը և ասեմ, որ ամեն ինչ կորած չէ և մենք հետ ենք վերադառնալու և Փառք Աստծո, իմ երգելով ես հասցրեցի նրանց այդ ամեն ինչը, ինչ ուզում էի։ Արմանը սրտի թրթիրով է հիշում հաղթական պահը։ Ինքը գնացել էր հաղթելու և հաղթեց։ Սկզբի մի քանի վայրկյանը չէի հավատում, որ հաղթել եմ, հետո երբ արդեն այսպես ասած հասկացա, որ երկրորդ տեղ եմ արդեն զբաղեցնում, շատ ուրախացա և իմ համար մեծ, այսպես ասած, քայլ էր իմ կարիերայի մեջ, որ գնալու եմ Կրեմլսկի դվարեցում համերգ տամ։ Մեծ բեմերից ու մեծ ճանաչումից բացի, պատանի կատարողները մի պարզ երազանք ունեն՝ մի օր նորից Արցախի մասին Արցախում երգել։